Այո, երկրորդ անգամ դա տեղի ունեցել, այո, երրորդ համարը այնտեղ չի եղել, դրա մասին արձանագրվել է, ունենք տեսանյութ, եթե հակառակը ավելի կխորացնեն, կպնդեն, ապա այդ տեսանյութը կհայտնվի ձեզ մոտ եւ դրա մասով հաղորդումը կհարուցվի եւ քննությունը կիրականացվի։ Իսկ տվյալ պահին, եթե ոստիկանության մարմինները ու մասնակիցները նաև հանձնաժողովի անդամը գտնում են, որ այս պահին որևէ վարույթ իրականացնելու անհրաժեշտություն չկա, ապա այս պահին ես կլռեմ, դրա հետագա ընթացքի մասով անհրաժեշտության դեպքում արդեն ես կարձագանքեմ ձեզ։ Շնորհակալություն։ Պարոն Մայիլյան, հանձնաժողովի նախագահը նշեց, որ հերքվել է, ընդ որում տեղում իբրև պարզվել է, որ երրորդ համարի քվեաթերթիկը կա, առկա է։ Հիմա դուք նշեցիք, որ խնդրել են եւ այլն, բայց ըստ նրա պնդումների տեղում հենց հայտնաբերվել է երրորդ համարի քվեաթերթիկը։ Որտեղ է հայտնաբերվել, ծրարի վրա դրված, թե Քաղաքացու ձեռքից, այո։ քաղաքացու ձեռքին նախ չի եղել, տեսանյութով երևում է, երկրորդը այդ եղել է վստահված անձ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամի ձեռքին, երբ որ նա վերցրեց ստուգելու ժամանակ չի եղել, ես անձամբ եմ այնտեղ տեսել եւ անձամբ պնդում եմ դա։ Այնտեղ չի եղել է 16 համարի 3-ից 4 հատ եւ այլ 7 թե 6 համարի մի քանի հատ։ Այնտեղ չի եղել, ես ասում եմ այնտեղ անձամբ եմ մասնակից եղել, իսկ եթե այս հարցը ուզում են այսպես հարթեն, ես դիրքորոշում այս պահին չեմ հայտնում, բայց եթե ասում եմ հակառակը կպնդեն եւ լրատվականին կհերքեն նորից նույն կերպ, ապա այդ տեսանյութերը կհայտնվեն ձեզ մոտ։ Իսկ ո՞նը չեք պահանջում ամեն դեպքում հեռացվի։ Ես պահանջել եմ եւ հանձնաժողովի նախագահին մատյանում գրել եմ տվել, իմ անուն ազգանով արձանագրվել է։ Դրա գնահատականը կտրվի, անպայման կտրվի։ Ես անձամբ եմ ձեզ խնդրել, որ դուք մասնակից լինեք այս իրողություններին եւ այստեղ տեսեք ինչ մոտեցում է։ Ամեն դեպքում կլինի որևէ կուսակցության անդամ, որևէ մեկին ձայն տալու քաղաքացու լիիրավ իրավունքն է։ Այստեղ խախտվում է անձի ընտրելու գաղտնիության իրավունքը, ինչ է ստացվում։ Ինչ որ մի անձի ոչ կոմպետենտ անձի կողմից գործողություններ են անում, հետո այդ խմբի կողմից հերքում, այնինչ ես եմ տեսել, այնինչ տեսել է նաեւ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամը վստահված անձը մթնոլորտը, այսպես ասելու չշիկացնելու առումով խնդրում են հաղորդում չներկայացնել, խնդրում են, որ իրողությունը տարեց մարդը եւ այլ անձի հետ կապ չունենա։ Ես ըմբռնումով եմ մոտենում, բայց այստեղ իրան վերաբերող հարցին կարող եմ ես ըմբռնումով մոտենալ, բայց ոչ քաղաքացիների։ Եթե խախտում է քաղաքացիների ազատական ընտրության իրավունքը, այս դեպքում ինչ է ստացվում։ Քաղաքացին այս երկրում դառնում է ինչ-որ մեկի ոչ կոմպետենտ գործողությունների վնաս կրողը։ Այս պահին էլ ասում են, որ հերքվել է այդ հարցը, այդ ինչպես հերքվեց, որ քննության ընթացքում, գործողությունների ընթացքում հերքվեց, ցուցմունքների ընթացքում հերքվեց, ոնց հերքվեց, բառակապակցություն հերքվեց եւ ավարտվեց, ոչ, դրա ընթացակարգը կա, մենք իրավաբաններս լավ գիտենք դրա մասին եւ ես ասում եմ, սրա մասով դուք դեռևս կլսեք, եթե կշարունակվեն կամ կատեգորիկորեն կհերքեն այս մասին, ես այդ հարցը կբարձրացնեմ, Եվ պարոն Մայիլյան, ճշտել եք այդ հանձնաժողովի անդամը կուսակցական պատկանելություն ուներ, կարող է ԿՓ-ից էր։ Ես ճիշտն ասած տենց անձնապես որևէ մեկին չեմ մոտենում, որովհետև այստեղ ես գիտեմ մեկ կուսակցություն, դա հայ լինելն է, դա իմ համար բավարար է։ Կլինի այս կուսակցությունից, մյուս կուսակցությունից իմ համար որևէ նշանակություն չունի։ Իմ համար իմ ազգի ներկայացուցիչն է, հայրն է։ Իր կամքն է, որը լինի, դա իր իրավունքն է, ես բոլորին էլ հարգում եմ։ Բոլորին անխտիր։ Կլինի վատ, լավ, դա անձի իրավունքն է։ Ես դրան գնահատական երբևէ չեմ տալիս։